Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր մեր ուղին դեպի Արարատի մարզ ձգվեց, գյուղ Մրգավան։ Օրվա հյուրը արվեստաբան Արաքս Մարգարյանն է։ Արաքս Մարգարյան, արվեստաբան։ Ծնվել է 1975 թվականին Գյումրիում։ 1992-ից 1997 թվականներին սովորել է Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնում։ 2001 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի տեսության բաժինը։ Ավարտելուց անմիջապես հետո սկսել է աշխատել նույն ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում որպես արվեստի պատմության դասախոս։ 2012 թվականից Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ է։ Նույն թվականին ստացել է դոցենտի կոչում։ Ծավալում է ակտիվ գիտական գործունեություն, մի քանի տասնյակ հոդվածների և գրքերի հեղինակ է։ 2015 թվականին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Արաքս Մարգարյանը պարգևատրվել է շնորհակալագրով մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար։ Բարև ձեզ, սիրելի Արարատի մարզի դպրոցականներ, շատ ուրախ եմ այս գեղեցիկ նախագծում մասնակցել։ Իմ մուտքը արվեստ տեղի ունեցավ շատ տարօրինակ ու շատ հետաքրքիր ձևով, երբ 97 թվականին մեկնել էի Ամերիկա, Չիկագո, պատկերասրահ և միամիտ հայտնվեցի մի փոքրիկ սենյակում, որտեղ ցուցադրվում էր Կլոդ Մոնեի «Խոդի թեզ» շարքը։ Խնդրում եմ այսօր գնաք, բացեք Կլոդ Մոնեի իմպրեսիոնիստ է ֆրանսիական և այդ «Խոդի թեզը» նայեք և հրաշք մի բան ինձ հետ տեղի ունեցավ, ես տեսա ինչպես է արևի լույսը պտտվում, արևի լույսի շողերը և ամբողջ սենյակում կախված էր այդ նկարների շարքը, այսինքն Կլոդ Մոնեն նկարել էր տարբեր ժամերին, տարբեր եղանակներին և ես հասկացա, որ իմ կյանքում պակասում է այս գեղեցկությունը, այս հրաշքը, ես որոշեցի երկրորդ կրթությունը ստանալ, դիմեցի Գեղարվեստի ակադեմիա, ստացա արվեստաբանի որակավորում և արդեն շուրջ 27 տարի այդ ոլորտում եմ։ Ասեմ, որ հիմա մենք խոսելու ենք հայկական խորհրդանշանների մասին, որովհետև իմ հետազոտության տիրույթում երկու թեմաներ են՝ գյումրեցի նկարիչներ և հայկական խորհրդանշաններ։ Մենք կփորձենք հասկանալ ինչ է խորհրդանշանը և ինչպես է ինքը բացվում, ինչպիսի կոդեր են դրանք։ Իսկ այսօր մենք ունենք մի փոքրիկ անակնկալ, Մրգավանի դպրոցի հանրույթը պատրաստել է մի գեղեցիկ ելույթ, կլսենք, հետո կշարունակենք, լավ։ Tecuscu cașan marcritan, broi, broi, Tecuscu cașan almastan, broi, broi, Iarcimi dacim heratsni kisku yareme, bare bareme. Iarcimi dacim heratsni kisku yareme, bare bareme. Չիմ քաշվի եկած մահրեմեն, ռաղիպի տված ամեն, թեկուզ ռաղամ գաշահրեմեն, Յար չիմի դա չիմ հերացնի քիսկու յարեմեն,
Քիսկու յարեմե բարեմեն Յարչիմի դաչիմ հերացնի քիսկու յարեմե բարեմեն Kuşan almazdan broi kuşan mardan broi yarçimi daçim herasni kisku yareme bare yarçimi daçim herasni kisku yareme bare Yarçimi daçim herasni kisku yaremen baremen Yarçimi daçim herasni kisku yaremen baremen Խորհրդանշաններով սկսել եմ զբաղվել 2020 թվականից եւ երբ շատ հարցեր ունեի եւ չէի կարող գտնել հարցերիս պատասխանները եւ հասկացա, որ մեր բանահյուսությունը, մեր դեկորատիվ կիրառական արվեստը, մեր ճարտարապետությունը, մեր մանրանկարչությունը շատ ավելի խորն են եւ այստեղ կան թաքնված կոդեր, կան թաքնված արխետիպեր, որոնք շատ ավելի հին են, քան նույնիսկ գրավոր աղբյուրները եւ ճանաչելով այդ ամենը կարելի է հասկանալ մեր ժողովրդի հնագույն մտածողությունը, հնագույն տեսակը, հնագույն որակները Եվ երկար ժամանակ պրպտումներից մի փոքր այսպես հանգեցրին գրքի ստեղծմանը հայկական խորհրդանշաններ եւ ինքը կազմված է մի քանի մասերից։ Ես կսկսեմ կենտանական խորհրդանշաններից, ինձ թվում է շատ բաներ ձեզ համար նաեւ հայտնի են, ճանաչելի են եւ միասին կաշխատենք։ Ես ասեմ նախապես, որ լավագույն պատասխանների համար, հարցերի եւ լավագույն մասնակցության համար ես 3 գիրք կնվիրեմ հայկական խորհրդանշանների իմ հեղինակային որպես այսպես ընձավ։ Ուրեմն ինչ է խորհրդանշանը։ Այդ բառի բացատրությունը տալիս է մեր մոտ Տաթևացին, Գրիգոր Տաթևացին, երբ խոսում է խորանների մասին, ասում է խոր իմաստ է, խոր գիտելիք, որը ընտրյալներին է մասամբ հայտնի, իսկ ընդհանուր առմամբ միայն բացվում է ասուտի մած։ Բայց մինչ քրիստոնեությունը մենք եւս ունենք խորհրդանշաններ։ Կարլ Յունգը ասում է, որ բոլոր ժողովուրդների մոտ կան ֆլորան ու ֆաունան, այսինքն բուսական եւ կենտանական աշխարհը, ոչ միայն արտահայտվել են բանահյուսության մեջ, այլև ենթագիտակցության մեջ, որը թողել է որոշակի արխետիպային մտածողություն։ Եվ եթե մենք նայենք մեր մշակույթը ամենաշատը եւ ամենահինը կարելի ասել ժայռապատկերներն են, չէ՞։ Ժայռապատկերում արտացոլվող կենտանական պատկերներն են։ Ամենաշատը այծին էին պատկերում, 45%-ը ուխտասարի ժայռապատկերների քարայծի պատկերներն են, այծի պատկերները դրա համար է իծագրեր են ասում, նաև մեր ժայռապատկերին իծագրեր են ասում։ Բանն այն է, որ բոլոր ժողովուրդները ունեն տոտեմի կենտանիներ, դուք երևի անցել եք, որ հնագույն պաշտամունքի ձևերից էր անիմալիզմը, կենտանիների պաշտամունքը, եւ ուրեմն տոթեմների պաշտամունքը մենք տեսնում ենք, որ քարայծի ձևով է հանդես գալիս, մանավանդ Բեզոարյան այծի հայկական լեռնաշխարհում։ Ինչու Բեզոարյան այծի։ Ասեմ, որ սա ամենաազնիվ կենտանին է, ամենաազնիվ կենտանին է, հա, որը մենք տեսնում ենք դժվարագույն պահերին, ինքը կանգնում է կայծակի դիմաց, իր գեղեցիկ եղջյուրները դեմ է տալիս, որպեսզի փրկի իր հոտին, տեսեք ինչ այսպիսի մեծահոգություն է դրսևորում այս կենտանին։ Մյուս կարևոր կենտանին խոյն է, որովհետև խոյը առաջնորդ է, հա, ցեղի առաջնորդ է համարվել։
Շատ կարևոր է իմանալ այն մեր սրբազան կենդանիներին, որոնցով կառուցված է մեր բանահյուսությունը, մեր հեքիաթները եւ որոնք ամեն մեկը իրանց մեջ կրում են որոշակի իմաստներ։ Հաջորդը առյուծն է։ Եթե մենք նայենք արարատյան թագավորությունը կամ սովորաբար ասում են ուրարտական արվեստ, ապա այստեղ մենք տեսնում ենք, որ հանդես է գալիս Խալդին, գլխավոր աստվածը, հայր աստվածը առյուծի վրա կանգնած։ Այդ շրջանը, հնագույն շրջանը արարատյան թագավորության գլխավոր 3 կենդանիները որոնք են՝ առյուծը, արձիվը եւ ցուլը, չէ, որոնք որ գլխավոր աստվածների կենդանիներն են համարվում։ Ցուլը կապված է պտղաբերության հետ, եւ ցուլը պատահական չէ, որ եղել է կամսարականների խորհրդանիշը, կամսարականների զինանշանի վրա է պատկերվել, պտղաբերության, բնության ուժերի զարթոնքի հետ է կապվում ցլի պաշտամունքը։ Մենք ունենք նաև ցկան պաշտամունք հնագույն շրջանում եւ ինքը կապված էր ջրային, այսպես պաշտամունքի հետ, կնոջ ուրեմն պաշտամունքի հետ, բայց այն բանից հետո 2000 տարի առաջ, երբ Քրիստոսի ծնունդից հետո ինքը դարձավ նաև Քրիստոսի խորհրդանիշը, որովհետեւ ցկան դարաշրջանում ծնվեց Քրիստոսը եւ մյուս կողմից, եթե հաբավում ենք անում Հիսուս Քրիստոս Նազովրեցի, ապա ստացվում է հունարեն ցուկ բառը։ Դրա համար էլ նաև հին այսպես շրջանում առաջի քրիստոնյաները իրար ցկան նշան էին, ցկան նշանով էին ցույց տալիս, որ իրենք քրիստոնյա են, որ իրենք բոլորը քրիստոնյաներ են։ Օծի պատկերը, իմիջայլոց սա էլ կարող է ձեզ զարմացնի, բայց մինչ քրիստոնեությունը օծը եղել է սրբազան, օծին պաշտել են եւ մենք տեսնում ենք մշակույթի շատ նմուշներում, տեսեք նույնիսկ դեղծուն ծամը, չէ, նույն սասնածռերից վերցրած մազերը օծանման էին, օծի համար կաթ են դրել, տները, որպեսզի ինքը իր հետ բերի բերիություն, իր հետ բերի այսպես առատություն։ Մյուս կարևոր բանը, որ մեր արվեստում կա, դա կենաց ծառի գաղափարն է, ծառերի գաղափարը։ Մենք եղել ենք շատ այսպես ծառեր սիրող, ծառեր պաշտող ժողովուրդներից մեկը եւ մեզ համար ամենակարևոր ծառերից մեկը եղել է կենու ծառը։ Կենու ծառը, պատահական չէ կենաց ծառ արդահայտությունը, որը ինչ որտեղ կապվում է կյանքի հետ, կյանքի իմաստի հետ, բայց նաև մյուս կողմից դա կենին է, որի կյանքի տևողությունը 4000 տարի է, պատկերացնում եք 4000, եւ իր փայտը չի վնասվում, որևէ ձևի չի ջրից էլ չի քայքայվում։ Դրա համար սա սրբազան ծառ է եղել հայկական իրականության մեջ, եղել են նաև սոսյաց անդառներ, սոսին է եղել, որի սոսափյունով գուշակություններ են արել, որի սոսափյունով փորձել են քրմերը, կարևոր գուշակություններ անել եւ ազդարարել պատերազմ, խաղաղություն, ինչ որ կարևոր իրադարձությունների սկիզբ։ Շատ կարևոր է արվեստաբանի մասնագիտությունը, ինչով նաև, որ արվեստաբանը յուրօրինակ փաստաբանի դեր է կատարում մեծ աշխարհում, ոնց որ փաստաբանը եւ երբ որ ասենք Լուվրում կամ բրիտանական թանգարանում մենք փորձում ենք վիճարկել, ասում ենք սա հայկական նմուշ է, հայկական գորգ է կամ հայկական խաչքար է, պես պատասխանում են բերեք աբացուցողական բազա, որովհետեւ տարբեր անունների տակ են հանդես գալիս, տարբեր անունների տակ է ամբողջը ներկայացված իրանական մշակույթ, թուրքական մշակույթ եւ դրա համար մենք պետք է կարողանանք ստեղծենք մեր աբացուցողական բազան, պետք է կարողանանք ստեղծել այն հենքը, որի վրա ցույց տանք, որ այս հայկական մշակույթի գոհարներն են եւ մեր ամբողջ մշակույթը սփռված է աշխարհով մեկ եւ կարողանանք այդ աբացուցենք, որ այդ ամբողջի տերը մեր ժողովուրդն է, իսկ դրա համար մեծ աշխատանք է պետք, լեզուների ուսումնասիրություն է պետք է ճանաչել, սովորել եւ կարողանալ վերընթերցել եւ պատմությունը եւ մշակույթը։
Ես փոքրիկ այսպես քրկեր եմ պատրաստել, հուշանվերներ, այս բոլորը իմ քրկերն են, տարբեր ժամանակներում արված, այս սրանք վերաբերում են հայկական խորհրդանշաններին։ Հիմա այսպես հարցեր, հա, կարելի է, չէ, հարցեր տանք եւ առաջին ձեռքը, հա, ով պատասխանի ճիշտ, այս 3 քրկերը կնվիրեմ իրենց, հա։ Նախ առաջինը ամենաերկարակյաց ծառը Կեն ու ծառը, կենաց ծառը նույն։ Հա։ Լավ, եկեք վերցրեք, բարի, ես մի քիչ հուշեցի, այսպես սպոյլեր արեցի, այդ լավ չի։ Ուրեմն, ձեր կարծիքով վիշապը ինչի խորհրդանիշն է, հա, ինչի խորհրդանիշն է հայկական հեքիաթներում, բանահյուսության մեջ, ինչ է խորհրդանշում վիշապը։ Ուժի եւ հզորության խորհրդանիշն է։ Ուրիշ ինչ վարկածներ կան։ Կրակի եւ դիվահարության։ Լավ, այստեղ մեկ ձեռք կար, խնդրեմ։ Հաշվի առնելով մեր այսօրվա թեման կարող եմ եզրակացնել, որ նա մշակույթի ներկայացնողն է։ Բնականաբար մշակույթի, բայց եւ այնպես իր մեջ խորհուրդ կա, հենց այնպես ինքը չի կարող պարզապես վիշապաքար լինել կամ վիշապակոր, իր մեջ խոր իմաստ կա։ Փորձենք ձեր պատասխանը, շարունակում ենք փնտրել։ Միգուցե հարատևության։ Փորձենք էլի մեկ տարբերակ եւս։ Ջրի աստված, ջրի խորհրդանիշը ջրի։ Ջրի, բարի։ Եվ վերջինը, երևի վերջի պատասխանը, փորձենք, ահա։ Քանի որ մենք մուլտֆիլմներից հիշում ենք, որ երբ նրանց գլուխները կտրում ենք, նրանք նորից են աճում, կարծում եմ, որ երկարակեցության եւ բազմածնելիության։ Շատ բարի, ասեմ, որ շատ հետաքրքիր հարց է, ափսոս այս հարցը մենք վերջում թողեցինք, ինքը ուրեմն կրագի եւ ջրի, հա, երկնքի եւ երկրի խորհրդանիշն է, ամենակարևոր արժեհամակարգերից մեկն է, եթե նայենք, հա, գորգերը տեանման զարդանախշ է։ Լավ, վերջի հարցը, ով գիտե ամենափրկիչ եկեղեցին Գյումրու, որ տաճարի օրինակով է կառուցվել, ով է ճարտարապետը։ Կառուցողի անունը չգիտեմ, ճարտարապետի, բայց ինձ թվում է անի կաթողիկ է այս տաճարի։ Աբրեք, եւ ասեմ, որ ճարտարապետը բուն անի տաճարի տրդատներ, իսկ մեր Գյումրու ամենափրկիչի ճարտարապետը եղել է Թադեոս Անտիկյանը, որը կարգով գնացի անին դիտել է ու եկե կառուցել, խնդրեմ, մոտեցեք ձեր քիչքը, վերցրեք։ Շնորհակալություն։ Շատ լավ, ես էլ եմ շնորհակալ։ Ինչ ռեսուրսների պակաս ունենք հիմա մենք, որպեսզի ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարենք, միգուցե մարդկային ռեսուրսների կամ ինչ-որ տեխնոլոգիաների։ Ըստ իս առաջինը մարդկային ռեսուրսն է, որովհետև հիմա շատ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում, թվայնացում է գնում, եւ մենք փորձ չենք կարողանում այսպես ժամանակին համահունչ շարժվել առաջ։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ արվեստաբանությանը հարկավոր է շատ ավելի լուրջ վերաբերվել, որովհետև դա քաղաքակրթական խնդիր է լուծում այս առարկան։ Դուք ասացիք, որ հիմնականում առյուծը մեզ առաջին անգամ որպես խորհրդանիշ հանդես է եկել ուրարտական թագավորությունից, չէ՞։ Իսկ մյուս թագավորությունների ժամանակ, ասենք Արտաշեսյան, Բագրատունյաց, այդ ժամանակաշրջանում հիմնական խորհրդանիշ ունեցել ենք։ Գիտեմ, որ առյուծը անի մայրաքաղաքանի խորհրդանիշներից է եղել։ Բայց դուք մասամբ ճիշտ եք, որովհետև Կիլիկիայի խորհրդանշանն է նաև առյուծը, որի ձեռքին խաչ կա, չէ՞, խաչակիր առյուծը, այսինքն դա ոչ միայն կապված է Արարատյան թագավորության հետ, Պարդատիչ դա ավելի պարզապես ավելի կանոնակարգված է Արարատյան թագավորության դիցարանը։ Եվ դրա համար մենք հստակ տեսնում ենք, որ գլխավոր աստվածը Խալդին կապվում է առյուծի հետ։ Որպես արվեստաբան, այդ արվեստի պատմության մեջ ձեր ամենասիրելի դարաշրջանը եւ ինչու։ Որն է։ Ես իրականում շատ եմ սիրում
տարբեր տարաշրջաններ, ինչ որտեղ արվեստի պատմությունը ոնց որ լինի ժամանակի մեքենա եւ երբ որ ասում եմ տեղափոխվենք 17-րդ դարի Հոլանդիա, ուսումնասիրում ենք ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, ասենք ինչ է եղել, հետո նոր սկսում ենք ուսումնասիրել գործերը։ Այդպես ես սիրում եմ շատ իսպանական արվեստը 17-ից 18-րդ դարերի, սիրում եմ իմպրեսիոնիստներին, ֆրանսիացի, սիրում եմ անտիկ շրջանը, ինչ խոսք հունահռոմեական, այսինքն ինձ թվում է, որ նաև հարկավոր է, որ մենք լավ ճանաչենք, իմանանք, որպեսզի կարողանանք սիրելու համար պետք է ճանաչել։ Դրա համար ինձ հիմա մի քիչ դժվար է կողմնորոշվելը կոնկրետ որ տարաշրջանը, շատ հետաքրքիր է ընդհանուր առմամբ, դա մարդկության քաղաքակրթության պատմությունն է։ Իսկ դուք ինչ խորհուրդ կտաք սկսնակ արվեստագետներին, իրանք ինչից կարան սկսեն ու ինչի իրանց ավելի շատ կոգեշնչի։ Ասեմ, որ նախ առաջինը պիտի ճանաչել, պիտի ուսումնասիրել, պետք է սերդել տարբեր քաղաքակրթությունները եւ նաեւ ազգայինը, մեր հայկական քաղաքակրթությունը դուք այնպիսի հողի վրա եք գտնվում, տարբեր վայրերից եք, բայց Արդաշատը, Դվինը, սա մեր սրբազան տարածքներն են, որտեղ ձևավորվել է մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր քաղաքակրթությունը եւ ես խորապես համոզված եմ, որ ամբողջությամբ Հայաստանը ուսումնասիրված չէ եւ ինքը շատ լավ մասնագետների կարիք ունի, որ նորից պեղեն, որ նորից ուսումնասիրեն, գնացեք Մեծամոր, հələ տեսեք ինչ հարստություն, ինչ գանձեր կան, ամենալավ ներկայացված հնագույն շրջանը Մեծամորում է։ Փորձեք ձեր կողքը ուսումնասիրելով առաջ գնալ եւ նաեւ համամարտկային արժեքները սերտելով։ Շնորհակալ եմ քո արվեստի դպրոցի նախագծին, որ կազմակերպեց այս հանդիպումը։ Հյուրը Արաքս Մարգարյանն էր, շատ հետաքրքիր հարցեր էր պատրաստել մեզ համար, որի արդյունքում շատ երեխաներ գրքեր ստացան, նաև ես։ Արաքս Մարգարյանը շատ բովանդակալից հանդիպում էր կազմակերպել եւ շատ խորհրդանշական էր դա իմ համար։ Արդեն հասցրել եմ ուսումնասիրել գրքի առաջին գլուխը, այն շատ հետաքրքիր էր։ Տիեզերք, մարդ եւ բնություն կապը շատ մանրամասն ուսումնասիրված եւ ներկայացված է գրքում։ Շատ նոր բաներ իմացա այսօրվա հանդիպումից եւ շատ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներից։ Քո արվեստ դպրոցում ծրագրի մասնակցելով ես այսօր շատ բաներ սովորեցի եւ շատ տպավորված եմ։ Շնորհակալություն եմ հայտնում ԿԳՄՍ նախարարությանը, քո արվեստը դպրոցում նախագծին եւ Տիկին Մարգարյանին։ Սովորեցինք շատ նորանոր եւ հետաքրքիր բաներ այս նախագծի ընթացքում։ Շնորհակալություն։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ, Լուսաբաց, թե մայրամուտ։ լուսաբաց, Սուրճ, թե թեյ։ սուրճ, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ ինքնաբուխություն, Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ լռություն, Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ բնությունը, Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ 100 տարվա մենությունը, Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ երևի աղոտագիրքը, Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ երևի այն մարդկանց հետ, ովքեր կառուցել են Պորդասարը, ես չգիտեմ ովքեր են եղել, բայց ինձ միշտ այդ հետաքրքիր է, այդ հարցերի հարցն է, թե ում հետ է կապված, ուր է տանում։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Արվեստը արարչական գիտելիք է, արիվեստը, արարչի գիտելիք, Ժամանակակից, թե դասական արվեստ։ դասական, Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ երկուսից էլ, ցավը խտանում է, բայց գույներ տալիս է սերը, Որն է արվեստագետի գերբնական ուժը։ արարչական է, արարչից է, իհարկե կա հագառակը նաև, բայց ես ավելի շատ սիրում եմ արարչական արվեստը, Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ որոնում, Որն է ձեր կյանքի կարգախոսը։ խավարի մեջ փնտրել լույս, Ինչն է ավելի դժվար՝ խոսել,
թե լռել։ Ժամը ավելի շատ երևի լռելը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Սերը։